Արմավիրի նոր քրեակատարողական հիմնարկը տեղափոխվի 1200 դատապարտյալ։ Կբեռնաթափվեն մյուս հիմնարկները, որոնցում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձանագրել էր խախտումներ սննդի և բուժծառայությունների վերաբերյալ։ Արդարադատության նախարարը շեշտում է, պետք են համակարգային փոփոխություններ, որակյալ բժիշկներից շատերը հրաժարվում են աշխատել քրեակատարողական հիմնարկներում, որտեղ չկան սարքավորումներ, աշխատավարձն էլ բարձր չէ։ Ամեն մարդ ինքը կամավոր պատրաստ չէ գնալ եւ աշխատել այդպիսի պայմաններում եւ այդպիսի բարդ կոնտինգենտի հետ։ Այսինքն կադրային, տեխնիկական եւ նաեւ մասամբ բյուջետային ֆինանսավորման խնդիրները հնարավորություն չեն տալիս այս պայմաններությամբ ունենալ շատ արդյունավետ եւ կատարյալ վիճակ բուժծառայությունների։ Որակյալ սնունդ ունենալու համար նախարարը մեկ լուծում է տեսնում՝ սննդի մատակարարը եւ ընդունողը պետք է լինեն տարբեր սուբյեկտներ։ Քանի դեռ դրանք նույնն են, փոփոխություններ սպասել պետք չէ։ Նախորդ տարվա համեմատ դատապարտյալները 21-ով ավելացել են եւ այժմ 3934-ն են։ Կալանավորվածների թիվը պակասեցնելու համար համաներումը լուծում չէ։ Հովհաննես Մանուկյանը ավելի արդյունավետ գործիք է համարում պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտը։ Համաներումներ կիրառել զուտ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար մենք հետագայում շատ ուրիշ խնդիրներ կունենանք։ Քրեացին իրավիճակը երկրում կարող է վատանալ։ Այդ իսկ պատճառով ես այս երկու երևույթները չէի կապի իրար հետ։ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը խորհրդարանում է, նախարարը շեշտում է ծանր փաստաթուղթ է, որը չի կարող մշակվել եւ ընդունվել մի քանի ամսում։ Օրենսգիրքը պետք է ընդունվի քննադատության եւ բանավեճի արդյունքում սխալները բացառելու համար։ Հայգու Հյասատրյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։